Խոսում է Երևանը, Հայաստանում ռադիոն առաջին անգամ հնչել է 1926 թվականին, մեկնարկը տրվեց 25 րոպեանոց փորձնական եթերով, ռադիոն մտավ մարդկանց տներն ու սրտերը և մնաց այնտեղ մեկ դար։ 100 տարի անց էլ ռադիոն սիրված է, ունի մեծ լսարան, ամենժամյա ռեժիմով հայկական ռադիոն ներկայացնում է հաղորդումների բազմազան ընտրանի, մշակութային, կրթական, մանկական, լրատվական, ռադիոյի մեկդարյա ուղին նշանավորվում է նոր լոգոտիպով։ Այսօր ըստ էության տոն է, ես չեմ ուզում այսօր խոսել ինչ-որ շատ բարդ խնդիրներ քննարկել, ես այսօր ուզում եմ, որ ռադիոյի իմ գործընկերները նաև կան, որ ավագ սերնդից նրանց համեմատությամբ ես նորեկ եմ, և ջահելները, ես այսօր ուզում եմ, որ նրանք ուրախանան։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը վստահ է, հավատարիմ ունկնդիրների սերը տվել է իր պտուղները, նրանք են եղել հայկական ռադիոյի երկարամյա անբաժան ուղեկիցը, նրանք են մեկ դար ապրեցրել ռադիոն, ձևավորելով մեծ ռադիոընտանիք։ Նոր տեխնոլոգիաներն ու նոր ժամանակները բերում են փոփոխություններ և այդ փոփոխությունները նաև ռադիոյում են, բայց ես վստահ եմ, որ այն ավանդույթը և այն մշակույթը, որը ձևավորել է ռադիոն, իր ասելիքը ունի նաև այս նոր ժամանակում, որտեղ իրականում խոսքը երբեք չի դադարում իմաստ ունենալ, ինչքան էլ ուզում է աղմուկը շատ լինի։ Մասնագետները պնդում են, հայկական ռադիոն ազգային հիշողության ու մշակույթի պահպանման լավագույն օրինակն է մեր օրերում։ Դժվար տարիներին ռադիոն գեթ մեկ ժամ չի դադարել իր գործունեությունը, իր եթերը։ Եվ այստեղ հավաքվածները, հնաբնակները ռադիոյի և ականատեսն և մասնակիցներին այս խոսքերի և ամենակարևորը ինչ ես ուզում եմ ասել, սա ուզում եմ սրտան շնորհավորել և խոնարհվել ռադիոյի հնաբնակների հանդեպ։ Այդ մարդիկ մեր օրերի, այն ծանր տարիների հերոսներն էին, մասնակիցը և մեծագույն հաճույքով կատարում էին իրենց գործը։ Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանի 4 մարզերում հունիսից կմեկնարկեն տոնական համերգաշարեր, նպատակ ունենալով ռադիոյի ձայնը հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու։ Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մինչև տարեվերջ։ Յուրա Վահանյան, Արամ Մարանդյան և Արամ Հարությունյան, լուրեր։